Հրազդանգետ կոյուղաջրերի արտահոսքը վերացնելու համար Երևան ջուրը կառուցում է 800 մմ տրամագծով և 160 մետր երկարությամբ կոյուղի։ Ընկերությունը վստահեցնում է, որ կեղտաջրերի արտահոսքը կբացառվի։ Այս տարին գիծը մենք կվերակառուցենք, որպեսզի արտահոսք չլինի, դա կդառնա աշխատանքային և հերթականությամբ 3 կոյուղագծերը կվերակառուցեն։ Եվ հիմնականում ձգտում ենք, որպեսզի արտահոսք դեպի Հրազդանգետ չլինի բնապահպանական հարցեր լուծելու համար։ Միաժամանակ Երևան ջուրը ընդառաջել է նորագյուղցիների խնդրանքին և նոր կոյուղի է կառուցում։ Տասնամյակների պատմություն ունեցող նախկին կոյուղին խցանված է և խոչընդոտում է կոյուղաջրերի հեռացմանը։ Նոր կոյուղի երկարությունը 263 մետր է։ Այն կլուծի նորագյուղի կոյուղաջրերի հեռացման խնդիրը։ Խանձրների բանի ժամանակ հատկապես ամբողջությամբ խցանվում էր, լցվում էր դիրքով ցածր բնակելի տները եւ կոյուղին չէր գործում, արդեն կունենա նորագյուղի հատվածը նորմալ կոյուղի։ Բնակչության բարեկեցությանն ուղղված ծրագրերը այսքանով ավարտված չեն։ Շուտով մեզ մոտ կսկսի աշխատել ֆրանսիական կառավարության հատկացած վարկը 26 միլիոն եվրո, որից պատկերացրեք 13 միլիոն եվրոն միանգամից հատկացնելու ենք Այրայցայի կայանի վերակառուցմանը, իսկ մնացած 13 միլիոն եվրոից նորից մի մասը հատկացնելու ենք արդեն մեծ կոյուղագծերի կամ ինչպես մենք ենք ասում կոլեկտորների վերակառուցման խնդրին։ Մինչ այդ Հրազդանի կիրճում աշխատանքը եռում է։ Կարճ ժամանակ անց վթարված կոյուղագծերը ամբողջովին կփոխարինվեն նորերով։ Լուիզա Սուքիասյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։